Բարև ձեզ, հուսով եմ լավ ա լսվում։ Ուրեմն մի հետաքրքիր պատմությունն եմ պատմելու կոռուպցիայի մասին։ Ուրեմն վերջին մոտ մի շաբաթ է իրազեկ քաղաքացիների միավորման փաստերի ստուգման հարթակը հետաքննում էր 168 դպրոցում տեղի ունեցող որոշակի երևույթներ։ 3 առավոտ նաև ես միացա այդ հետաքննությանը, ինքս խոսեցի շատ աշխատողների հետ եւ մի խոսքով բազմաթիվ բացահայտումներ արեցինք, այսինքն բացահայտեցինք, որ դպրոցում արկա է առերևույթ փաստաթղթերի կեղծում, արկա է ըստ ամենայնի շատ աշխատակիցներից աշխատավարձից տոկոս են վերցնում, մասնավորապես հավաքարարներից, որ դպրոցում աշխատում գրանցված են մարդիկ, ովքեր փաստացի չեն աշխատում այդ դպրոցում եւ այլն։ Բայց հետաքրքիրն այն է, որ երբ մենք խոսում ենք հավաքարարների հետ, մեծ մասի մասին մենք հստակ գիտեինք, որ իրենց աշխատավարձից տոկոս է պահվում։ Եվ անգամ որոշ աշխատողների պարագայում մենք ունենք ձայնագրություն, որտեղ այդ աշխատողները բողոքում են, որ իրենց այդտեղից էլ ցածր աշխատավարձից տոկոս են ստիպված վճարել դպրոցի ադմինիստրացիային։ Այդ մարդիկ վախենում էին ընդունել դա։ Այդ մարդիկ, այսինքն մենք այնտեղ եկել էինք, որպեսզի այդ մարդկանց պաշտպանենք կոռուպցիայից, որպեսզի այնպես անենք, որ այն անձինք, ովքեր այդ մարդկանց հալալ քրտինքով աշխատածը վերցնում են իրենց պատժվեն, որպեսզի այլևս դա չլինի եւ այն աշխատավարձը, որը հասանելիք է այդ աշխատողներին, հասնի իրենց ամբողջ ծավալով։ Բայց այդ աշխատողները վախենում էին ասել, որ ուրեմն իրենք ներգրաված են կոռուպցիոն այդ մեխանիզմի մեջ եւ իրենց աշխատավարձից գումար են ուրեմն հավաքում, ատկատ են հավաքում, այն չգիտեմ ինչպես ասել։ Եվ այստեղ ես հասկացա, որ իրականում Հայաստանում, չգիտեմ, կառավարությունը, ոստիկանությունը, քննչական մարմինները, ՀԿ-ները, հետաքննող լրագրողները, բոլորը եթե անգամ գլխի վրա կանգնեն, ու ինչ ասես անեն, միևնույնն է, կոռուպցիայի դեմ պայքարը բավականին չափավոր էֆեկտ կունենա, քանի դեռ մարդիկ իրենք չեն ուզենա բացահայտեն այն կոռուպցիան, որը անձամբ իրենց վնասում է։ Ես չեմ ասում գնան ուրիշ տեղեր կոռուպցիա բացահայտեն, բայց այն կոռուպցիան, որը վնասում է անձամբ իրենց, պետք է օգնեն բացահայտել կամ կանխարգելել հենց այն մարդիկ, ում ինքը վնասում է։ Քանի դեռ դա տեղի չունենա, Հայաստանում կոռուպցիայի մասով հեղափոխություն տեղի չի ունենա։ Այսինքն հակակոռուպցիոն մի հեղափոխություն եղել է անցյալ տարվա ապրիլ-մայիսին, որտեղ պետության ղեկավարությունը դադարեց կոռումպացված լինել հեղափոխության արդյունքում, բայց ավելի ցածր մակարդակի վրա կոռուպցիոն հեղափոխություն տեղի չի ունենա, եթե մարդիկ դա չանեն, ամենահասարակ քաղաքացիները։ Իսկ ինչ վերաբերվում է 168 դպրոցին, այդտեղ պատմությունը բավականին հետաքրքիր է նաև նրանով, որ ուրեմն այդ դպրոցում մենք բացահայտեցինք մի հետաքրքիր երևույթ, խոսքը մատյանների կեղծման մասին է, մատյաններում էջեր փոխելու մասին է։ Այսինքն, օրինակ, դե գիտեք, հիմնական դպրոցի ավարտական դասարանը 9-րդ դասարանն է։ 9-րդ դասարանը ավարտելուց որոշ ծնողներ դիմում են կոռուպցիոն գործարքների, այսինքն գնում են տնօրենի մոտ, բայց ատեստատի մեջ, որպեսզի ատեստատը լինի գերազանցության ատեստատ, անհրաժեշտ է, որպեսզի նաև 8-րդ դասարանի որոշ գնահատականներ լինեն գերազանց։ Այստեղ եւ շահագրգռվածություն է առաջանում 8-րդ դասարանի մատյանը կեղծել, փոխել էջերը եւ վերախմբագրել գնահատականները, դունել այնպիսի գնահատականներ, որոնք որ ճակերտավոր պետք են։ Այն մենք այդպես բացահայտեցինք, որ օրինակ 13-14 թվականների 8-րդ դասարանի մատյանում որոշ էջեր
փոխված են, ակնհայտ փոխված են, հին էջերի փոխարեն դրված են այնց թարմ յուղը վրեն էջեր, որոնք ակնհայտ երևում է, այսինքն սոսնձված են եւ այլն, ամեն ինչ շատ լավ երևում է։ Նաեւ ուրեմն նույն առարկաների թե հիմնական էջերն են փոխված եւ թե քառորդային կիսամյակային գնահատականներով էջերը, որոնք մատյանի վերջում են։ Այսինքն ակնհայտ երևում է, որ փոխված է, ակնհայտ երևում է, թե ինչի համար է փոխված եւ այլն։ Ուրեմն նույն դպրոցում բարձում է կան մարդիկ, որոնք որ առավոտվանից երեկո տաքսի են վարում, ամարտ իր համար տաքսի է քշում։ Բայց այդ դպրոցում հա կատելնի չգիտեմ։ Ու թերևս այդ դպրոցում, այդ հարվածուն դպրոցում ամենասյուր երևույթն այն է, որ այդ դպրոցի տնօրենի փեսան, այսինքն դստեր ամուսինը, պարզվեց, որ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների վարչության պետն է։ Այսինքն փեսան դատախազության այն պաշտոնյան է, որը պետք է վերահսկի այս դեպքով, որ քրեական գործ հարուցվի, իսկ մենք ակնկալում ենք, որ կհարուցվի, մենք արդեն, այսինքն միջոցներ ձեռնարկում ենք բնականաբար, որպեսզի փեսան չկարողանա դրան խանգարի, արդեն ուրեմն իրավապահների հետ կոնտակտի մեջ ենք, նյութերը մեր բոլոր մեսա փոխանցելու ենք իրավապահներին, բայց դպրոցի տնօրենի փեսան, կոռումպացված դպրոցի տնօրենի փեսան մի մարդն է, ով որ պետք է ամբողջ հանրապետությունում վերահսկի կոռուպցիոն հանցագործություններով ուրեմն նախաքննության ընթացքը։ Սա համաձայնվենք, որ բավականին սյուր իրավիճակ է, որի հետ ես եւս ուզում եի կիսվել։ Հետևենք դեպքերի ընթացքին, ես ակնկալում եմ, որ շատ շուտով արդեն այդտեղ քրեական գործ կհարուցվի եւ իրավապահներից կտեղեկանաք դեպքերի զարգացման մասին, այլևս սա արդեն մեր կոմպետենցիայում չի լինի։ Բայց եւս մեկ անգամ կուզենայի ասել հիմնական ուղերձս, որ կոռուպցիան կարող է դուրս գալ միայն այն դեպքում, երբ դրանից ամինչականորեն տուժող մարդիկ պատրաստական լինեն եւ բավարար դուխ ունենան դրա դեմ պայքարելու համար։ Քանի դեռ ամենասովորական իր աշխատավարձից ատկատ վճարող աշխատողը լինի դպրոցի կամ այլ հիմնարկի չուզենա պայքարել դրա դեմ պայքարը շատ դժվար է լինելու եւ ինքը շատ երկար ժամանակ հնարավոր է որ ստիպված լինի վճարել այդ ատկատները, որքան էլ որ ինքը չուզենա, որքան էլ որ ինքը գիտակցի, որ դա իր հալալ քրտինքով աշխատած փողից ուղակի գողանում են։ Ըստ էության այսքանը, շնորհակալություն, ներեցեք լայվի ընդհատումների համար։